Ինչպես բազմից ենք ներկայացրել, մեր քաղաքի մարզադպրոցում բացվել է Դինամո Թբիլիսի ֆուտբոլի ակադեմիայի մասնաճյուղը, որին ընդգրկված են բազմաթիվ երեխաներ ինչպես մեր քաղաքից, այնպես էլ հարևան գյուղերից։ Ու արդեն այն բաժանվել է 2 թիմերի, որոնց կրտսեր խմբի հետ մեծ սիրով ու նվիրվածությամբ աշխատում է Հովհաննես Մոսոյանը։ Այս ամիսների ընթացքում մեր թիմերը մասնակցում են մրցախաղերի տարածաշրջանի տարբեր շրջանների թիմերի հետ։ 2 տարի արդեն ինչ պարապինք է, ասեմ որ առաջընթացումը շատ զգալի է, դեմից տեղեկ հետման լավ չէին կենյա խաղա, հետեն արդեն մեր ջանքերով, իրենց ջանքերով ահագին ռեզուլտատի ենք հասցե։ Այս եկվան մենք մեկն ենք կախծխա ֆեստիվալի, ասեմ որ տարի 2 անգամ Դինամո Թիլվիզը կեն է ֆեստիվալ, մեր կով է նախանցած տարի եղավ, արդեն երկրորդ անգամն է կեշտան կախծխա, արջի տարին էինք կյանացե, այն տարի չէ արջի տարին, Այն վաղտ 2 կամանդին է ես կպարապեի, մեծերը ոչինչ ակին խաղցին, պայզդիկները ավելի լավ խաղցին, ճիշտ նսած, ավելի շատ հաղթեցին, ասեմ որ իրենց համար այդքան կարևոր չէ դե վև կհաղթե դե ինչ, կենյա քու կամանդդ քիչ հաղթե մեկը ավելի շատ հաղթե, բայց քու կամանդիդ միջեն խոսքի 2 հոգի գարգրվի դեպի Դինամո Թիլվիզ, իրենց կամանդի միջեն 1 հոգի, իրենք կային թե անադական վև է ուժեղ ու իրեն հրավիրեն կը Դինամո Թիլվիզ, ասեմ որ այդման դեպք եղել է, Բաղդասարյան Սամվելը անցած տարի մեր կով եղավ ֆեստիվալ, իրեն նեղադեցին ենթից ու կանչեցին Դինամո Թիլվիզ ու ինչը գիտեք, այդից հետև իրենք հասան Լիտվա, շատ ուժեղ խաղցուց տավին, թե չեմ սախալվի զբաղեցրին 4-րդ տեղը, խաղցել են դաժե Անգլիայու ասենք միջին կամանդի հետ, չեմ ասե շատ ուժեղ, Վուրվելխեմպտոնին հետ են խաղցե ու ինքը ասենք Անգլիայու մագարտակով, որ Անգլիան առաջինն է ֆուտբոլով, գարավեգը միջին տեղեր 10-ից ասենք 8-ից 10-րդ տեղերը։ Շատ մեծ հույս ունեմ իմ տեղոցս վրա, կուզեմ որ մեկը, 2-ը, 3-ը գոյնա ինչ որ հասնի Դինամո Թիլվիզ, հետև արդեն ենթից ավելի հեշտ գալի հասնիլ Եվրոպա ու ցանկանամ գը սաղին հաջողություն, լավ խաղ։ Վերջերս իրականացված մրցախաղերից, որի մասին խոսեց մարզիչը, փոքրիկ ֆուտբոլիստները վերադարձան դրական արդյունքներով։ Պարապմունքները տալիս են իրենց դրական արդյունքը եւ այն նկատելի է օրեցօր։